Ես այսօր ներկայանում եմ երևի 5-րդ անգամ, ես շրջանավարտն եմ այս դպրոցի, ես ծնող կոմիտեն եմ այս դպրոցի, իմ անունը Ալվինա է, ես ավարտել եմ դպրոցը ոչ լավագույն դպրոցի համար ժամանակներում 96 թվականին, երբ որ այս դպրոցը ուներ շատ խնդիրներ, եւ այս դասատուները ամեն ինչ արել են, որ մեզ տան ամենամակարդակով կրթությունը, մեզ տվել է կրթություն, մեզ տվել են արժեքներ, եւ այսօր մեր պահանջը ծնողների հետեւյալն է, մենք ուզում ենք բաց քվեարկություն, որ անպայման երեխաներին ունենան պատասխան, երեխաներ ցած, մենք ուզում ենք, այո։ Հրավիրել էինք նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանին եւ ԿԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, տեսանք, որ ժամանեցի դրա։ Ես ոչ մի սպասումներ ոչ մեկից չունեմ։ Դա վերաբերում չեք դիտարկում։ Ես հիմա չեմ պարզաբանում, դա իմ գործը չի։ Ակնկալում էինք, որ կգան, բայց չկան։ Նույնը չէ՞ ենթադրում, որ նույն ձևը կարձագանքեն ձեր մյուս պահանջին։ Ես օպտիմիստ եմ եւ ես սպասում եմ պատասխանի։ Իմ անունից չեմ խոսում եմ բոլոր ծնողների անունից։ Մենք սպասում ենք, գուցե չկային այստեղ մեզ պարզաբանում տային։ Ես խնդրել եմ իրենց գրավոր, հրապարակորեն, ինչպես կարգն է, ինչպես իրանք ցանկություն կհայտնեն։ Մենք ուղղակի ուզում ենք, որ անպայման մեզ տան պատասխան, որն է պատճառը, որ առանց ծնողական խորհրդի այս որոշումը կայացվել է, որովհետև դա խիստ օրենքի խախտում է։ Մենք ունենք դպրոցում ծնողական խորհուրդ։ Ծնողական խորհուրդը կազմված է ծնող կոմիտեների նախագահներից։ Մենք պահանջում ենք, որ մյուս քվեարկությունը, որտեղ համաձայն չենք նախկինի հետ, տեղի ունենա մեր ներկայությամբ բաց բոլոր ծնող կոմիտեի նախագահների ներկայությամբ։ Մենք պահանջում ենք, որ ԺՊ-ն պաշտոնա այն մարդը, որը փոխարինելու է Նատալիա Գարիվնային, այս ընթացքում մինչև մենք հասցնենք այս ամբողջը բողոքարկենք, լինի դպրոցի աշխատակից, դա շատ կա այդ մարդը ԺՊ-ն հայտնի է տեսանոց։ Չեն հայտնի, դրա համար մեր խնդրանքն է դա, գուցե որոշ մարդկանց հայտնի է, մեզ հայտնի չի, եւ որպեսզի չգանք չլինի անակնկալի, մենք ուզում ենք երկուշաբթի օրը պատկան մարմինները որոշում կայացնեն եւ անպայման կայացնեն այն որոշումը այնպես ինչպես ծնողներն են ուզում եւ ուսուցչական կազմը անպայման ժամանակավոր պաշտոնակատարը պետք է լինի այս դպրոցի աշխատակից առնվազն 5 տարի դա մեր պահանջն է որտեղ Պուշկինի անվան դպրոցը ունի արժեքներ ունի չգրված կանոններ եւ դա մայիս ամսին ավարտական դասարաններ ունեն մենք ուզում ենք որ դա պարտադիր լինի մեր Պուշկինի անվան դասատուներից մեկը եթե ձեր պահանջը չգիտեմ խնդրանքը ընդառաջ չգնան, հա, պաշտոնյաները, սա արդյոք չի խանգարի վերջին զանգին, չգիտեմ, քննական տարի է, ինչ է եւ այդ պատասխանատվությունը ես կդնեմ մեր պատկան մարմիններին, որտեվ ես որպես ծնող պատրաստ եմ աջակցել, պատրաստ եմ օգնել, որպես ծնող պատրաստ եմ գալ, միշտ լինել իմ դպրոցի կողքին, այս բալիկների կողքին եւ հորդորում եմ իրենց որպես ծնող գալ եւ մեր դրության մեջ մտնել։ Այսինքն եթե Տիկին Նատալիա Ստեփանյանը չեղավ, վերջի զանգը չի կայանալու։ Քննություն էլ չի։ Այնպիսի բան չասեցի։ Մենք հիմա խնդրում ենք միջև Նատալիա Ստեփանյանին վերընտրվելը, միջև որոշումը կայացնելը մեր համար շատ կարևոր է։ Ժամանակավոր պաշտոնակատարը լինի մեր դպրոցի աշխատակից, մեր ուսուցչական կազմից, նորից եմ կրկնում։ Դա մեր պահանջն է, որ դա լինի առնվազն 5 տարի աշխատած մի անձնավորություն տեխնացու մենք ունենք շատ տեխնացուներ 100-ից ավել դասատու կա այս դպրոցում անուններ չեմ ուզում տալ ես տարբերություն չկա ձեզ համար իմ համար ոչ մի տարբերություն չկա այն մարդկանցից որոնք իմ երեխային դասավանդում են մեր երեխաների հետ տեղյակ են մեր երեխաների խնդիրներից, տեղյակ են դպրոցի առօրյայից, տեղյակ են դպրոցի ծրագրից, որտեղ գոյություն ունի ծրագիր, քննություն եւ այլն եւ այլն։ Մեր պահանջը միայն դա է։ Թերևս վերջին հարցը, արդյոք մտավախություն չկա, որ այս դպրոցում կկրկնվի այն նույն պատմությունը, որը եղավ հայտնի թիվ 20 դպրոցում, այսինքն իրենց ուզած մարդը նշանակեն։ Իրենց ուզած մարդը դա ես եմ։
Ես հարկեր վճարողն եմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այս բոլոր Դուք ծնողները շատ պաթոսային եք ասում, բայց իրականությունը այլ է։ իրականությունը դա է, այս դպրոցը շատ պաթոսային դպրոց է, այս դպրոց բերող ծնողը գիտի, որ այս դպրոցը ունի պաթոս, եւ ես չեմ ամաչում դրանից, այո, ես 30 տարի կրում եմ Պուշկինից անվանումը, դա պաթոս է իմ համար, եւ ես համարում եմ այնքան ուժեղ գրագետ մեր ծնողական այս կազմը, հազարից ավել ստորագրություններ, որ մենք կարող ենք խնդրել մեր պաշտոնակատարներին, մեր խնդրանքը մայիս ամսին կատարել, հրավիրում ենք իրենց այստեղ, հրավիրում ենք իրենց հեռուստաընկերություններ, մեր հետ խոսելու, դիալոգի մեջ մտնելու, պարզաբանելու եւ մեր խնդրանքը կատարելու։ Մենք ոչ մի բան չի հետաքրում, մենք ասեկոսներին չենք հավատում, մենք լսում ենք եւ կարդում ենք այն ինչ որ կա թղթի վրա։ Ես խնդրում եմ թղթի վրա կամ բանավոր բացատրություն, որ մենք ծնողներով իմանանք, որն է պատճառը, որ Նատալիա Գարիվնան Ստեփանյան չի անցել տնօրենի։ Դե ասում են գուցե իրենց մտերմի ինչ-որ ազգակցի նշանակի, որտեվ տեսնում եք, չէ։ Մենք ապրում ենք Բաթիվ 20 դպրոցում ինչ եղավ։ Եղավ ինչ եղավ։ Մեր դպրոցում ծնողական կազմը այդպիսին է, որ մենք շատ ակտիվ ենք, մենք գալու ենք ամեն օր դպրոց, մենք պահանջելու ենք, խնդրելու ենք, չենք կռվելու, չենք քաղաքականացնելու։ Մենք խնդրելու ենք որպես Հայաստանի Հանրապետության մայր։ Այս երկիրը մի օր պետքա փոխվի։ Մայրերը պետքա ոտքի կանգնեն, ինչպես նաև մայր Հայաստանը կանգնած է մեր քաղաքի գլխին։ Քաղաքապետարանից եւ ԿԳՄՍ-նից ուրեմն նշեցին, որ ոչ մի տնօրեն այս պահին ընտրված չէ եւ հորդորում են, որ երկուշաբթի դասերը կայանան։ Ինչ եք անելու երկուշաբթի օրը։ Վերելու եք երեխաներին դպրոց։ Մենք կխոսենք դրա մասին, մենք սպասում ենք որոշմանը, ով է լինում պաշտոնակատար։ Մեր համար շատ կարևոր է ով է լինելու պաշտոնակատար, որտեղ ուսուցչական կազմը եւս բոյկոտում է այս որոշմանը, մեր համար շատ կարևոր է, որ մենք երկուշաբթի օրը, մինչև երկուշաբթի օրը ունենք 3 ոչ աշխատանքային օր, մենք ուզում ենք իմանալ ով է այդ պաշտոնակատարը, մինչև մեր ներկա տնօրենը կարողանա բողոքարկի այս որոշումը եւ արդեն որոշումը մենք ուզում ենք տեսնել գրավոր, բանավոր եւ այս անգամ պահանջում են արդեն ծնողները։ Նախարարությունից եւ քաղաքապետարանից ասում են, որ ինքը կարող է նորից մասնակցել մրցույթին։ Այո, մենք սպասում ենք դրա համար, մինչև մրցույթը կայանա, մեր պահանջը հետեւյալն է, որ դպրոցում լինի ժամանակավոր տնօրեն, մեր դպրոցի աշխատակից, դա շատ կարևոր է, նորից եմ կրկնում։ Մեր պահանջը հետեւյալն է, մենք չենք ասում հենց հիմա Նատալիա Գարիվնան երկուշաբթի լինի տնօրեն։ Մինչև Նատալիա Գարիվնան իրավական եւ մենք ծնողներով այս գործընթացին ընթացք տանք, սպասենք բացատրությանը, որ կետի հիմքում, որ օրենքի հիմքով են իրեն ազատում աշխատանքից, մենք ծնողներով հորդորում ենք, որ լինի պաշտոնակատարը մեր դպրոցից, դա շատ կարևոր է։ Պաշտոնակատարի հետ կապված հայտնել են քաղաքապետարանի կրթության վարչությունը։ Այո։ Պետը հենց Մարգարիտա Խաչատրյանը, որ նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի ուսումնական գծով տեղակալներից մեկն է։ Դուք չգիտեք տեղակալները։ Մենք չգիտենք։ Այսինքն Չէ, մեզ ոչ մեկ այդ ինֆորմացիան դեռ չի տրամադրել, այս գեղեցիկ նյութը եւս ուզում են պարզաբանվի, մեզ ասեն անուն ազգանուն, ով է այդ պաշտոնակատարը, եթե դա լինի Նատալիա Գարիվնայի փոխարինող մեկը, Զարա Էդուարդովնան, Հասմիկ Վանիկովան, եթե անունները կարող է սխալ նշեմ, եթե լինի դպրոցի անձնակազմից, մենք դեմ չենք դեռ, մենք սպասում ենք, այս ընթացքում կշարունակենք երեխաներին բերել դպրոց, ավարտական քննությունները շատ մակարդակով կկազմակերպենք եւ իհարկե մեր տնօրենի կողքին կլինենք, միջև մեզ հրապարակեն տվյալները, թե ինչի Նատալիա Գարիվնան չի կարող շարունակել։ Կներեք, բայց այստեղ Տիկին Ստեփանյանին այսպես ազատելու, հեռացնելու միտում տեսնում եք, որտեվ ասում եք ձեր ելույթում, ես լսել եմ, որ հարցերը այնպես չեն եղել, այն չեն եղել, այսինքն այդ դիտավորությունը կա։ Ոչ, մենք ոչ մի դիտավորություն չգիտենք, մեզ ասել են, որ 3 կողմ, 2 դեմ եղել է փակ քվեարկություն։ Հիմա իմ պահանջը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետևյալն է։ Ես ուզում եմ, որ այդ փակ քվեարկությունը ծնողների անունից եմ ասել, լինի բաց ձայնագրությունը հարցազրույցի, մենք ուզում ենք իմանալ գուցե կա մի բան, որի մասին ծնողները տեղյակ չեն կամ դաստիարակչական կազմը, մենք ուզում ենք բացատրություն,
թե ինչն է պատճառը, որ Նատալիա Գարիևնան չի անցնում տնօրենի պաշտոնում։ Ստեփանյանն այս բանի դպրոցում է, կարող ենք իրենց։ Ես չեմ տեսել Տիկին Ստեփանյանին, ես տեսել եմ ամբողջ ուսուցչական կազմին, որը կանգնած է մեր կողքին շրջանավարտների։ Ինչեղ հանգարում նրան գալ այստեղ եւ կանգնել իրեն սատարող։ Դա արդեն հարցը, ես Նատալիա Գարիևնայի հետ անձամբ չեմ շփվում, ես շփվում եմ ծնողների հետ, ես շփվում եմ դասատուների։ Իր կողմից ուղղորդում եղել է իր համար նման ակցիա Ես կազմակերպել։ Նատալիա Գարիևնայի հետ ավարտել եմ դպրոցը 96 թվականին։ Մենք իրար հետ ենք ավարտել դպրոցը։ Եվ հավատացեք, սուբարդինացիան այս դպրոցում պահվում է ամենաֆանտաստիկ կերպով։ Ես երբեք արդեն որպես նույնիսկ այն մարդուն, որոնք կարող է առաջ դիմել Նատալիա, այլևս չեմ դիմում։ Ես իրան դիմում եմ Նատալիա Գարիևնա Ստեփանյան եւ իր մոտ մտնում եմ միայն իմ ուսուցչուհի միջոցով անձամբ չեմ շփվում։ Եվ այդ սուբարդինացիան այս դպրոցում պահվում է, այդ կուլտուրան այս դպրոցում կա, թող բոլորը դրա մասին իմանան, սա պակասательный դպրոց է։ Եվ ես իրավունք չունեմ Նատալիա Գարիևնային, չունեմ իր հեռախոսի համարը, անձամբ իր մոտ երբևիցե չեմ մտել, ամբողջ հարցերս արել եմ չերես դասխե կամ չերես ուսուցիչ։